Իմ կյանքում ես ունեցել եմ ճիշտ եւ սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ եւ դժվար որոշումը իմ իսկ խոստումը դրժելն ու 2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Ցավոք դա նաեւ իմ ամենամեծ սխալն էր, որովհետեւ չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէ։ Իմ նպատակը Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո, Նիկոլը ճիշտ էր, նա պատրաստ էր գնալ մինչև վերջ եւ չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի, կարծելով թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Այո, Նիկոլը ճիշտ էր, ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։ 2018 թվականին վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան, հասկացված չլինելուց մինչև դրա հետևանքով իմ ժողովրդի կողմից մերժում։ Տարիների հեռավորությունից կարող եմ վստահ ասել, նորից կանցնեի այդ խավարանի միջով, որովհետև ես վստահ էի, որ այդպես կկանխենք որևէ աղետ։ Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել, ես սխալ էի, լինելով ճիշտ։